Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ եւ ռադիոլսողներ։ Եթերում առաքելություն հեռուստացրագրի հերթական թողարկումն է։ Ես Բալաբեկ Բարսամյանն եմ։ Հարգարժան լսարան օգտվելով առիթից ուզում եմ շնորհավորել բոլորիդ նոր տարին եւ Սուրբ Ծնունդը, ցանկանալ մեր ազգին նորանոր հաջողություն, խաղաղություն եւ բազմաթիվ հաղթանակներ։ Այսօրվա առաքելության հյուրն է Հայ-Հեղափոխական Դաշնակցության կենտրոնական կոմիտեի ատենապետ պարոն Տեր Խաչատրյանը։ Բարի հարգելիս։ Խնդրեմ, շնորհակալություն բարի։ Շնորհակալություն եմ հայցում հրավերք ընդունելու համար եւ ուրախ եմ ձեզ տեսնելու մեր տաղավարի սիրուններս։ Խնդրեմ, նմանապես։ Մենք դարոն կան բազմաթիվ հարցեր, որոնք որ նաեւ հետաքրքրում են մեր համայնքին, մեր ժողովրդին։ Փորձենք այսօր մի քանի հարցերի պատասխանը կամ լուծումը գտնել միասին, բարձրաձայնել այսպես ասած։ Փորձենք։ Ավարտվեց 2016 թվականը եւ Հայ-Հեղափոխական Դաշնակցության կենտրոնական կոմիտեն եւ առհասարական ողջ կուսակցությունը իր քույր միություններով եւ կազմակերպություններով աշխատանքների մեջ էին ծանրաբեռնված թե տեղական մի շարք խնդիրներ, մարտահրավերներ, տեղական ընտրություններ, երկրի ընտրություն եւ այլն։ Եվ յուրաքանչյուր հատվածում յուրաքանչյուր հարթության վրա տեսնում ենք դաշնակցականներ, տեսնում ենք կազմակերպված աշխատանք։ Եկեք ամփոփենք ինչ ունեցանք անցած տարի, ինչպիսի մարտահրավերներ կային, ինչպիսի հաջողություններ ունեցանք։ Այո։ Շնորհակալություն հարցումիդ Բալաբեկ ջան, նախ ես ալ բարեմաղթություններս փոխանցեմ ծեր մեր հանդիսատեսներին 2017-ի լավագույն մաղթանքներ թե անհատական մագարտագիրը, թե ազգային մագարտագիրը։ Հարցումդ ունի երկու բաժին։ Նախ պիտի փորձեմ առաջին բաժինը ինչը լավ ընթացավ, ինչը վատ ընթացավ, այդ ծավով դիտել հարցը, ապա Դերես ավելի երկար կրնանք խոսել մարտահրավերներու մասին, ինչ հատկապես ինչ կվերապերի Արևմտյան Ամերիկայի մեջ մեր ազգային մարտահրավերներուն։ Շատ տեխնիկ իմաստով եթե մոտենանք հարցին, նայենք ինչը լավ ընթացավ 2016-ին եւ մնալով Ամերիկայի սահմաններն նաեւ դուրս, ասեմ որ լավ երևույթները մեգաներ, որ 2016-ին Գերմանիան ճանցավ հայկական ցեղասպանությունը եւ իհեջուկս բոլոր այն ճնշումներում, որոնք եղան Թուրքիո գարավարության կողմէ հետ հունիս ամսուն Գերմանիո վրա, Գերմանիան մնաց իր գեսվածքին վրա եւ հատկանշական երևույթ էր Գերմանիո ճանչնալը, նաեւ մեջը գար լուր մեղսակցության բարական Գերմանիո գայսերական գարավարության 1915-ի մասին է խոսքս, որ ուրեմն կորզընկերներ Օսմանյան Թուրքիո ոչ թե իրենք ընելով ցեղասպանությունը հայության դեմ, այլ նաև զինելով Օսմանյան բանակը եւ ուր որ գրնային չիդակ ցևով արկել հանդիսանալ չհանդիսանալով։ Ուրեմն լավ երևույթները մեկը այդ էր, նաև Ֆրանսիայի մեջ երկու դուները, երկու parlamenti, ասենք խորհրդարանի երկու սենատը եւ խորհրդարանը որտեքրեցին հայկական ցեղասպանությունը քրեականացնող սկզբունքային որոշում, ինչպես գիշեք 4 տարիներ առաջ այս մեկը ավելի բարձր մագարտակի վրա մերժված էր, այսինքն թադական ադյանը, Փարսակուն թադական ադյանը Ֆրանսիայի օրենքը կդած էր հագաօրինական, ցևը գտնվեցավ, որ 2016 թվականին քրեականացվի հրեական ողջագյուզունին գողքին Ֆրանսիայի մեջ նաև քրեականացվի հայոց ցեղասպանության ուրացումը։ Ուրեմն ասել շատ լավ երևույթ էր։ Թրական երևույթներու գարկին ասեմ, որ նաև մենք դարեվերջին ունեցանք Հալեբի ազատագրումը իբրև ազգային մտահոգություն, դեկտեմբեր ամսուն Հալեբի հայահոց թաղամասերը, հատկապես Նորքյուղը եւ շատ այլ հայահոց թաղամասեր ունենք մենք դպրոցներ, ակումբներ, առաջնորդարան եւ ազգային այլ գարյուսներ թրական իմաստով ուրեմն այսօր վտանգը մեզավ մասամբ վնասազերծված է այդ թաղամասերեն։ Քալով հատկապես Արևմտյան Ամերիկայի ցեզի ասեմ, որ բազմաթիվ թրական երևույթներ կային, կար Սարֆի տելեթոնը, որ նաև մենք մեծ ներդրում ունենք ադոր մեջ, ավելի քան 1 միլիոն տրամահավաք կրսան կնել, մենք հոս ընդունեցինք նաև Գարո Փայլանի այցը
ունեցանք վեհապար հայրաբեդի այցը մեր քաղաքի մեջ, ունեցանք նաև շատ հաջող 100 առավել 1/3 դարեթարցի ավելի 24-ի ավելի քան 60,000 ներկաներով ցույցը թրքական հյուբադոսարանին արշև Ուիլշիրի վրա ունեցանք հաջող հագա-ադրբեջանական նաև ցույցը դարձյալ ուրեմն Ուիլշիրի վրա Ադրբեջանի հյուբադոսարանին դիմաց եւ բազմաթիվ այլ երևույթներ։ Գսեմ տեխնիկական պատասխան է տվածս, որտեղ մարտահրավերներուն գուքամ քիչ եք։ Ժխտական իմաստով ունեցանք նաև մի քանի բացասական երևույթներ 2016 տարվա ընթացքին, ունեցանք Կարոլիա բادرազմը, որ հիմնական դակնապն էր մեզի համար, որ բաճարը ավելի քան 100 զոհերու զինվոր եւ ազատամարտիկ, բայց գրցանք 100 եւ ավելի զոհ դալով հանդերձ պահպանել, պաշտպանել փուրմը հայկական դարածք։ Դարձյալ 2016-ին դժբախտաբար համահայկական իմաստով եթե պիտի պատասխանեմ հարցումդ բալաբեկ, նաեւ մտահոգիչ երևույթ էր Սասնազրերու բարական հուլիս ամսուն եւ այն դակնաբը, որ ներքին դակնաբը, որ ստեղծվեցավ, բնականաբար կան թշկոհանքներ Հայաստանի մեջ, կա բարեկարգումներու գարիք եւ սակայն այդ բոլորով հանդերձ պետք է լիցքաթափել այդ բորտկումներու դունդվող պատճառները երևույթը ինքնին մտահոգիչ երևույթ էր ոստիկանության վրա հարձակումով եւ այլն, սակայն ընդհանուր առմամբ նաև այդ մեկը ժխտական երևույթներու գարկին գտասեմ, նաև ասեմ, որ ավարտելու համար այս տեխնիկ պատասխանի բաժինը միջին արևելքի մեր քաղաքներուն վրա ջնշումները ապահովական, զինվորական, քոյության, տնտեսական դակնապները շարունակվեցան այդ մեկնաժխտականներու ուրեմն սյունագին դագ է որ գտնենք։ Հարցումից երկրորդ բաժինը կվերապերի մարտահրավերներուն այդ մեկը գտնամ առանձնապես նաև պատասխանել հատկապես Արևմտյան Ամերիկայի մեր թիմակրված մարտահրավերներուն։ Անցակ մի քանի թեմաներով սիրով պետք է մեր հերոստատիտողի ուշադրությանը հանձնենք ձեր կարծիքի իբրև դաշնակցության ղեկավար Միացյալ Նահանգների Արևմտյան շրջանի։ Սակայն մինչ դա ունեմ մի քանի հարցեր։ Լուսաբանենք մեր հանրությանը հատկապես մեր քույր միությունների, քույր կառույցների աշխատանքը, մեր երիտասարդական, մեր պատանեկան միավորների աշխատանքը, ինչով են զբաղված, ինչ են անում, որն է նրանց առաքելությունը առհասարակ։ Այո, լավ հարցում է Բալաբեկ ջան, նախ ասեմ, որ մենք Արևմտյան Ամերիկան գորագենք Միսիսիպի քեդի արևմուտքի շրջանը գտնվող 22 նահանգները։ Իբրև գուսակցություն ունենք մենք 18-19 միավոր այս շրջաններում մեջ դարածված Կալիֆոռնիա, Արիզոնա, Նևադա, Տեքսաս նահանգներում մեջ, անշուշտ մեծ մասը Կալիֆոռնիա մեջ է, հարավային Կալիֆոռնիա, բայց ինչու՞ չէ նաև հյուսիսային Կալիֆոռնիա, կենտրոնական Կալիֆոռնիա, իր Ֆրեզնոյով, Սան Հոզեյով, որ Սիլիկոն Վալին է, Սիլիկոնի հովիտն է, եւ Սան Ֆրանցիսկոյով, իսկ Արիզոնայի բարակային Ֆինիքս, Նևադայի բարակային Լաս Վեգաս, իսկ Տեքսասի բարակային Հյուսթոն եւ որոշ չափով նաև Դալասի մեջ գործունեությամբ։ Ունենք շուրջ 17-18 ագումբներ, կենտրոններ, ժողովրդային դուներ այս շրջաններուց մեջ, որոնք թե գզարային մեր գոմիդեյությանց գործունեության, այսինքն մեր շարքային ընկերներու գործունեության, բայց եւ նաեւ ժողովրդին դունն են այս ագումբները։ Եվ մենք գոչենք Armenian Center կամ ժողովրդային դուն, ագումբ հասկացողությամբ, որ նաեւ մեր ուղեգից միությունները, հատկապես Հոմենտմենը իր մարզական գործունեությամբ, Հոմը իր բարեսիրական գործունեությամբ եւ որոշ չափով գրթական գործունեությամբ, նաեւ համասկայինը իր մշակութային գործունեությամբ, Հոյեչտան հայ երդասարտած տաշնակցությունը, որ մեր երդասարտական միավորն է, բադանեգան միավորը, անշուշտ նաև այս բոլոր ագումբներու մեջ կա հայտարարի հանձնախումբեր։ Դակավին ես ցերի չեմ խոսիր դպրոցական համացանցին, որ գծարայ Գիլիգիո Գաթողիկոսյան թեմին Հովանեին դակ, որ ավելի քան 8-10-11 դպրոցներու Հովանին ունի։ Ուրեմն ուղեգից միությունները ցևով դեղական գարավարման աշխատանքն է որ գնեն գրթական, մարզական, մշակութային,
եկեղեցական, գրոնական, հոգեգան, սոցիալական ընկերային գարիքներու եւ այլն։ Եվ ուրախ եմ ասելու, որ այս գարյուսներում մեջ ներգրավված են առհասարակ ամերիկահայ, այսինքն ամերիկացին, լիբանանահայ, սուրիահայ, իրաքահայ, բարսկահայ, ես պիտի գոչեի հայ, առհասարակ հայեր, եւ որոշ չափով հայաստանահայ մեր հայրենագիցները, բայց պայմաններու փերումով դակավին հայաստանահայերու ներկայությունը կգարոդի հավելյալ բարելավման։ Ուրեմն վերջին 100 տարին, Բալավեկ ջան, եթե ուզես փորձված սփյուռքը հայ բահելու իմաստով, այսպիսի ենթագարույցներ է, որ հաջողեցան 3 սերունդ, 4 սերունդ սփյուռքի դժնդակ պայմաններում մեջ հայ բահել, ասկային օրագարկը առաջադար բահել, նույնիսկ հայտարարի հայկական ցեղասպանության ճանաչման աշխատանքները 1990-ին առաջ հատկապես եւ նաեւ ատկեյետ, երբ դակավին Հայաստանի Հանրապետություն չունեինք մենք եւ խորհրդային Հայաստան ունեինք, սփյուռքն է, որ այս աշխատանքները իր այս գարյուսներով եւ անշուշտ այլ գուսակցության պատկանող գարյուսներով գրծավ արժեվ դանել։ Անցնենք կարճ դադարի շարունակենք մեր զրույցը։ Հարգելիներս, կարճ դադար եթերում։ Հարգարժան լսարան, ովքեր որ նոր միացանում ես, հիշեցնում, որ այսօրվա առաքելությանը հյուրն է Հայահեղափոխական դաշնակցության Արամեջյան շրջանի կենտրոնական կոմիտեի ատենապետ Տարոն Տեր Խաչատրյանը։ Եվ այսօրվա մեր հիմնական թեման է 2016 թվականին ուրեմն Հայահեղափոխական դաշնակցության կատարված աշխատանքները, մարտահրավերները եւ ինչ ծրագրեր կան ուրեմն 17 թվականին, որոնք պետք է բոլորս միասին համատեղ իրականություն դարձնենք։ Շարունակենք մեր Տարոն։ Խնդրեմ։ Հայահեղափոխական դաշնակցությունը իր բոլոր քույրություններով եւ կառույցներով, ինչպես շեշտեցիք, մի քանի դար հային հայ պահեց, թույլ չտվեց որպեսի զուլվի եւ դրականատեսը բոլորս ենք։ Մենք Միացյալ Նահանգներից զատ եղանք Ռուսաստանում, Ռուսաստանի Դաշնությունում, հատկապես հայաշատ քաղաքներում, որտեղ որ մի քանի սերունդ կամ մի քանի հարյուրամյակներ հայեր են ապրում, բայց ցավոք պետք է ասեմ, որ երկրորդ սերունդը արդեն զուլվել է կամ զուլվում է։ Աստված որ այդ տարածքում են ունենանք ազգային կառույցներ, որոնք իրենց բառից բուն իմաստով առաքելության մեջ կլինեն։ Շարունակենք մեր զրույցը։ Այո։ Վերադառնանք մարտահրավերներին։ Այո։ Ինչպիսի լուրջ խնդիրներ ունենք, որ չկարողացանք լուծել կամ հայությունը կամ մեր ներուժը այդքան կալիբրը չէր քեզ կամ այդքան ուժեղ չէր, որպեսզի լուծեր։ Եվ ինչ է պետք դրա համար այս տարի չխեղճանանք իբրև ազգ։ Այո, նախ ասեմ, որ ուրախ եմ, որ Ռուսիա օրինակը գտած ոչ թե փախտատվելու ով ավելի բարձր, ով ավելի ցածր, բայց մենք ունենք նոր սփյուռք վերջին 25 տարվա ընթացքին, որ ԱԲՀ-ի սփյուռքն է նախկին խորհրդային սովետական տարածքի սփյուռքն է, որ մեր հայրենագիցները ցավի սիրտ անոնք որոնք դուրս գելեն Հայաստանեն, մեկ մասը գարդակախտ է դեպի արևմուտք, Ամերիկա, Եվրոպա, իսկ մյուս մասը առհասարակ ժամանակավոր որոշ բարականերու նաև մնայուն գերտա Ռուսաստան եւ կամ այլ նախկին խորհրդային հանրապետության երկիրներ։ Մենք ունենք հետ ցեղասպանություն սփյուռքի փորձառությունը։ Մյուս փորձառությունը, որոնք ակնարկեք դուք քիչ մտագավին դարբերը, որում մասին արժե բավական լուրջ վերլուծություններ կան, բայց քիչ ավելի դարբեր կոնտեքստի մեջ արժե խոսին։ Փուն հարցը, որ թրիկ մարտահրավերներն է հոս Կալիֆոռնիա կամ Արևմտյան Ամերիկայի տարածքին։ Նախ ամենեն բարձ եւ ամենեն բացահայտ ցայդուն օրինակը դա մեզ համար լուրջ մտահոգություն է հայերեն լեզվի դեղատվությունը։ Եվ մեզ համար կարևոր չէ արևմտահայերեն է, արևելահայերեն է դեղատվությունը, կարևոր չէ մեսրոբյան ուղղակրությամբ դեղատվություն է, թե ափեղյանական ուղղակրությամբ դեղատվություն է, լուրջ ցավ է, լուրջ մարտահրավեր է գուսակցության համար հայերեն լեզվի դեղատվությունը, որ նաև գաստե մշակույթի զարգացման կամ մշակույթի
դարազման չկոյության, եթե գուզեք։ Հոս մենք դպրոցական համացանցի մեջ կարևորած ենք այս մեկը եւ դարբերություն գտնենք հայերեն լեզվի եւ հայեցի դաստիարակության միջև։ Որտեղ եթե գետրոնացումը լա հայեցի դաստիարակության վրա եւ հայերենը գործընծնենք, ապա հաջորդ գործը պիտի լա հայեցի դաստիարակությունը։ Ուրեմն մենք ունենք լուրջ դակնապ լեզուն բահելու, դակավին չեմ խոսի լեզուն զարգացնելու մասին։ Եվ այս ուղղությամբ աշխատանքներ կան, բավարար չեն, գործ կողենք բոլորին հայերենը եւ հայերենի քոյությունը զարգացումը առնելի պրև հիմնական մտահոգություն։ Երկրորդ մեր դակնապը կամ մարդահրավերը, եթե գուզես Բալաբեկ ջան, այն երևույթն է, որ հոս հասած են հայեր 6, 7, 8, 10, 12 դարբեր ենթամշակույթները, դարբեր նիստուկացերը։ Եվ այնքան այս դարբերությունները Հայաստանահայի եւ Լիբանանահայի, Լիբանանահայի եւ Բարսկահայի, Բարսկահայի եւ Իրաքահայի, ինչ որ է այլ օրինակներ կգնամ շարունակել։ Այն աստիճան մենք հաջողած ենք մեր դարբերություններում վրա մեր գիզագետը տնելու, փոխան գետրոնանալ հայ բաժինին, Հայաստանահային հայ բաժինին, Լիբանանահային հայ բաժինին, Բարսկահային հայ բաժինին, ուրեմն հոն հսկայական մարդահրավեր կա, որովհետև ճուրի եւ ցիտայուղի նման այս զանգվածները իրար խառնվելու դժվարություն ունեն։ Եվ եթե նույնիսկ մենք հաջողած ենք այս բաժնի մեջ որոշ չափով տասական, պատմական, հին սփյուռքի փաղաթրիալները գարենալ կովկովի պերելի պրև գուսակցություն կամ իպրև ուղեգից միություններ, Հայաստանահայ զանգվածի բարակային դակավին ունենք միմիան հադուգենտ հաջողություններ, ինչպիսին է բարախումբի մեջ Հայաստանահայերու TV լավ լալը կամ որոշ ոլորտի մեջ Հայաստանահայերու կամ որոշ դպրոցներու մեջ, որոշ եկեղեցիներու մեջ մեր Հայաստանահայ քույր եղբայրներու ներկայությունը։ Ուրեմն առհասարակ ունենք այս շինձու դարբերությունները, որոնք պետք է մենք շրջանցենք եւ գարենանք մեր աշխատանքը ավելի բարվոք կերպով դանել այս 758,000 հաշվող Կալիֆոռնիա հայության մոտ։ Երրորդ հիմնական գլուխը, որ մեր մարդահրավերներում մաս կգազմե, երդասարտությունը ներգրավելու, սերնդափոխությունը ապահովելու եւ ավանդը փոխանցելու մարդահրավերն է։ Քիչ մի քանի վերնակիր գա մեջը, թյուրին գերբով ասեմ, սերնդափոխություն եւ ավանդ փոխանցել։ Դուք խոսեցաք ռուսի օրինակի մասին։ Ես ծանոթ եմ հետ ցեղասպանություն 3-4 սերունդներու հայ մնալու երևույթին։ Ինչ որ մեզ հայ բահեց, շիդակ կերպով սպյուրքի մեջ մենք քիծանք երդասարտությունը ներգրավել, նոր արյուն եւ ավիշ բերել գուսակցական, գազագերբական, քաղուտի ղեկավարման աշխատանքներու մեջ, ընթացք տալ իրենց սխալներուն, որբեսի ինալով ելելով սորվին, որբեսի սերնդափոխությունը ապահովենք։ Բայց սերնդափոխությունը մինագը բավարար չէր։ Ադոր գողքին մենք քիծանք ավանդը փոխանցել։ Ավանդը որ գուկար մեզի նշտեհներեն, ավանդը որ գուկար մեր մյուս ղեկավարներեն, որ ասկային ինքնությունը, ասկային ճիղը, ասկային պատկանելիությունը հիմնական մաս կգազմե մեր DNA-ին, մեր քոյության իմաստին, եւ եթե մենք իբրև ասկ պիտի քոյադևենք, պիտի գիտնանք նաեւ այդ ավանդը փոխանցել։ Ուրեմն մենք ենթադրեմ հոս հարաբերաբար լավ կորս գնանք սերնդափոխության, շատ ավելի լավ կորս պետք է անենք ավանդը փոխանցելու աշխատանքին։ Ուրեմն այս երրորդ մեր մարդահրավերն է սերնդափոխությունը ապահովել եւ ավանդը փոխանցել նոր սերունդին, որովհետեւ 50 տարի հետ երբ քեզ փոխարինողը նստի հոն, զիս փոխարին նստի հոս, գարենան դակավին հաջող գերբով մեր ասկային դակնապները իրենց առաջնահերթության ծիրի մեջ տեսնել։ Ընկեր Տարոն, թե քարոյրա պատերազմը, թե այստեղ Միացյալ Նահանգներում ցեղասպանության 100-ամյակը հիշելու այդ միջոցառումների ընթացքում ապացուցեց մեր ժողովուրդը, որ օրասական պահերին կամ ազգային կարևորագույն ուրեմն խնդիրներից մեկը իբրև հայդատի պահանջատիրություն ազգը կարող է հավաքվել, ընդհանրանալ։ Երբ գալիս է հարցը արդեն աշխատանքների բաժանում կամ ապագան ինչպես պետք է դրսևորվի, այդտեղ է որ մասնատվում են։ Ըստ ձեզ ինչն է կարևորը, այսինքն ինչ կարելի է անել, ինչ պետք է անել։ Վստահ եմ, որ
եթե թեկուզ Հայաստանաբնակները, Հայաստանից ներգաղթածները, թեկուզ այլ երկրներից, եթե ծնողները ցանկություն ունեն, որ իրենց երեխաներին տան հայկական բարի, այլ ոչ թե ամերիկյանը, որը ավելի հաճելի է երևես երկրի համար, կամ մարզամշակութային այլ ազգային ուրեմն խմբակների մեջ, ուրեմն ազգային ոգին կա մեջները, ուրեմն ցանկանում են, որ իրենց երեխաները ուրեմն շարունակեն իբրև հայ պահպանվել։ Կարծեմ, այստեղ պետք է գտնենք մի ոսկի բարանին, այսպես ասած, որ միավորենք այս խմբակցություններին կամ մեր ժողովրդի տարբեր հատվածներին մի ընդհանուր գաղափարի շուրջ ասեմ կամ մի ընդհանուր առանցքի շուրջ։ Ըստ ձեզ որն է այդ բարանին կամ ըստ ձեզ որն է այդ առանցքը լինելու։ Այո։ Շատ լավ հարցում է։ Ես այդ ոսկյափանալի փոխարեն պիտի խոսեի հասարակ հայտարարների մասին, որովհետև մեկ պատասխան չէ, մեկ ոսկյափանալի չէ, որ գրնա միակ փանալին ըլլալ այս բոլորին։ Ես կարծեմ, որ 8, 10, 15 արզատյա կամ բրոնզյա փանալիներով մենք կունենանք մեկ ոսկյափանալի համազոր երևույթը։ Եվ այդ մեկը պիտի գոչեմ հասարակ հայտարարներու բարական, հասարակ հայտարարներու բարական։ Երբ կա մեր հարկելի Հայաստանահայ եւ կամ առհասարակ բոլոր հայերի մոտ այդ ասկային ճիղը պահպանելու ոգին, խոսենք կարևոր մեկ քրիտիկական մասայի մասին, այսինքն չէ՞ մեծամասնությունն է, բոլորն է, թե միայն 1%-ն է, գա, այսօր իրողություն է, որ մենք 166,000 հոգի գրցանք կովի բերել 100-ամյակի առիթով, քաղաքի մեջ որ 700-800,000 կհաշվի հավանաբար։ Դուք հիշեցիք Արցախյան բادرազմի, քարորյա բادرազմի պատճառով միասնականության ոգին հասավ իր կակատնագետին։ Ես կարծեմ, որ հասարակ հայտարարներ, որ գտնվին, բազմաթիվ հասարակ հայտարարներ, ազգային հարցերու շուրջ, Հայաստանի հետ կապված, Արցախի հետ կապված, Ջավախքի հետ կապված հարցերու շուրջ, Սուրիա-հայության հետ կապված հարցերու շուրջ, հայության, դոկորված հայության չախճախիչ մեծամասնությունը անկախ թե Հայաստանահայ է, թե Լիբանանահայ է, թե Պարսկահայ է, նույն էջին վրան է, ինչ որ տեսանք մենք 100-ամյակին։ Ես ականատես եղա այդ 6.2 մղոնը քալելով։ Աչիս կար Հայաստանահայը, ցախիս կար Պարսկահայը, արջևս կար ամերիկացին երիտասարդը, հետևես կքալեր Սուրիահայը։ Բացահայտ էր, որ համահայկական հարցերու շուրջ, հիմնահարցերու շուրջ մենք ունենանք մեծ միասնական ոգի։ Ուրեմն արզատյա փանալինուն ակնարկելով, եթե մենք ունենք մշակութային միություն, համազգային թե այլ մշակութային միություն, բարդինք առանց խտրականության համահավասար կերպով հավաքել դաղանթավոր անձիկ մշակույթի մեջ, երկի հետ կապված, բարի հետ կապված, թատրոնի հետ կապված։ Նույնպես, եթե ունենք մարզական միություններ, հոմետմենն է, Արարատն է, Գլանդելի մեջ, թե ընդհանրապես հոմետմենն է այլուր։ Հոն հավաքենք մեր հայրենագիցները չամփելու այդ ասկային ոգին եւ պայման չէ միան տաշնակցական գարույցի միություններում մեջ լան։ Ես ամբողջական հարկանք ունեմ, մենք ամբողջական հարկանք ունենք նաեւ ոչ տաշնակցական միություններում գազագերբությունները, որոնք ասկային կորձ արժեվ կտանեն։ Ուրեմն թե գարկախոսովը պիտի ասեմ Բալաբեկ ջան։ Իմ գարկախոսս, մեր գարկախոսը պիտի լար յուրաքանչյուր հայ մի ասկային գապ կամ գաբակցություն։ Գարկախոսը պիտի լար յուրաքանչյուր հայ մի ասկային գապ։ Թող այդ գաբը լա մշակութային, թող այդ գաբը լա մարզական, թող այդ գաբը լա գուսակցական։ Բայց մենք եթե պիտի 4, 8, 12 սերունդ եւս հայ բահենք Կալիֆոռնիայի մեջ, դեռ շատ լավադես եմ, հուսամ չափազանց լավադես չեմ եւ իրադես եմ ասպարակային, բարդինք յուրաքանչյուր հայի միջոցը գտնել ներկրավելու, հրավիրելու, բորդալարը հաստատելու ասկային մեր կյանքին հետ եւ բնականաբար այդ հիմնահարցերը գզակին ցեղասպանության հարցը, Արցախի հարցը, թե այլ հարցեր, բնականաբար այդ ներուժը կսկսի արդյունավետության վերածվել։ Շատ բարի։ Անցնենք կրկին կարճ դադարի, հարգելի կարճ դադարի եթերում։
Հարգելիներ, շարունակում եմ զրույցս Հայապողական դաշնակցության կենտրոնական կոմիտեի ատենապետ Տարոն Տեր-Խաչատրյանի հետ։ Ընկեր Տարոն, շարունակենք մեր զրույցը։ Արդեն ունեցանք դեպքը, որ մեր ժողովուրդը հայությանը հուզող հուշ կարևոր խնդիրների շուրջ միասնական է եւ միասին է։ Դրա վառ օրինակ ինչպես շեշտեցինք, թե քարորյա պատերազմներ, թե 100-ամյակի ուրեմն հուշ երեկոյի կամ քայլարշավներին ընթացքը։ Հայաստանի Հանրապետության մեջ թե մեր կուսակցական ընկերները, թե առհասարակ պետական կամ պետականամետ այրերը շեշտեցին կամ բարձրաձայնեցին ազգ-բանակ հասկացողությունը, ազգ-բանակ գաղափարը։ Ինչպես եք տեսնում, այստեղ արևմտյան շրջանում այս գաղափարը ավելի տարածել է եւ այս գաղափարի շուրջ համադրել են առհասարակ մեր ժողովրդի յուրաքանչյուր հատվածին առանց իրենց կուսակցական պատկանելիության, առանց իրենց դավանանքին։ Մեր սրտին շատ մոդ է եւ շատ լավ կմբռնենք այդ ազգ-բանակ հասկացողություն, անկախ անգետ է օրինակներ կան, ինչպիսին է Հրեաստանը, Իսրայելը, թե այլ արդեն իսկ ծանոթ եք, որ ուրեմն Հայաստանի մեր գարույցը, հատկապես Հայաստանի քերակույն մարմինը, նաև հոյետաբյուրոն, ուրեմն Կումարդագիմը մասին հայտարարվեցավ, արդեն մամուլով դերյակ եք դուք, եւ այդ ներուժը կամ ներդրումը տրվեցավ Փանագի Հովանիին ներքո։ Երբ փոքրատիվ ազգ ենք, պայմաններու փորումով ցեղասպանության ենթարկված, նայեցեք ամեն ժողովրդի գենսակրության մեջ չէ գրված ցեղասպանության ենթարկվել։ Ամեն ժողովուրդ իր գենսակրության մեջ ունի սև էջը, որ ցեղասպանություն գոչվի։ Մենք դժբախտաբար ունեցած ենք, երբ մեր լավագույն բարակայի մեր թիվը 10 միլիոն է, բնական է, որ Հայաստանի բանակը գիտնալով Թուրքիո եւ Ադրբեջանի ասենք ժողովրդական դրամատուրգները Հայաստանի հանդեպ, Արցախի հանդեպ, գիտնալով թե որքան վտանգավոր շրջանի մեջ է Հայաստանը, բայց այնպես Գանկուն եւ միշտ Գանկուն, բնական է, որ այդ ազգ-բանակ հասկացողությունը մեզ համար շատ ասենք մեր սրտի մոդիկ հասկացողություն է եւ մեր թրագան դրամատուրգիան այդ ուղղությամբ։ Դե հատուկ աշխատանք կդանենք խոսքը զինվորակրելու թե այլ, ադի դարբեր նույնիսկ նաև որ մեջ կան ասենք տեխնիկական հարցեր, նաև կան օրենքի հետ կապված հարցեր, որոնք օրին հավանաբար շիդակցելով կլուծվին։ Ընկեր Տարոն, ուրեմն կիրակի օրը պետք է տեղի ունենա ամսի 15-ին Հայապողական դաշնակցության 126-ամյակի տոնակատարությունը եւ ինչպես կարդացինք արդեն հատուկ կարեւորությամբ պիտի անդրադառնա այդ օրը խոսնակները կամ ընդհանուր մթնոլորտ Արցախի ազգագրական պայքարին եւ Հայապողական դաշնակցության դերը այդ ուրեմն պատերազմին ինչու որոշվեց այս թեման։ Նայեցեք անցյալ դարի 125-ամյակն էր։ Գլոր TV հասկացողությունը հակառակ որ 0-ի վերջան 125-ը, ուրեմն գլոր TV էր, բայց երբ քարորյա պատերազմը եղավ, ահավասիկ 28 տարի է սկսած էր Քոյամարդը Արցախի 1988 թվականին Արցախի ազատամարտը, որում մեջ մենք մեծ ներդրում ունեցած էինք, շատ բնական էր, որ այս տարի 126-րդ մեր դարեթարցը ցոնեինք, նվիրեինք թե Արցախի ազատամարտին, որում մեջ Արցախահայությունը, Հայաստանահայությունը եւ Սփյուռքը, այս երեքը երանգունի մեն որ անկախդելի են Հայաստան, Արցախը, Սփյուռք ունեցան իրենց հսկայական լուման։ Եվ ամբիտ անդրադառնանք մեջը ոչ թե միայն մեզ կովելու համար, Դաշնակցության ներդրումը այդ Քոյամարդին, որու իբրև արդյունք հայ ժողովրդի դրամատուրգիան դա գտնող տարածքը այսօր 42,000 քառակուսի կիլոմետր է եւ Արցախը մեծավ մասամբ վնասազերծված է ամենօրյա այն դակնապներեն, որուն առաջ կգտնվեր թե սովետական օրերուն թե ատկետ։ Անշուշտ մենք ունենանք զոհեր, ունենանք վնաս, բայց միթե ժողովուրդը բացության մեջ չէ գրված, որ արիամբ կգերդվին հայրենիքները։ Երբ մեր բազմահազարամյա Արցախը այսօր վերադարձած է հայության Հովանիին ներքո,
յուրաքանչյուր հողի թիզը պահելը, յուրաքանչյուր հայրենի հողի հադիկ մեզ համար ունի հadouk թերագադարություն եւ իբրև հայ ժողովրդի մեկ հայրենիքի, մեկ ազգի, մեկ ժողովրդի հասկացողություն մեզ համար շատ բնական էր, որ այս տարվա այս նախաձեռնությունը մենք նվիրեինք Արցախին։ Տաշնակցության օրը արիթմն է բալաբեկ, որ տաշնակցությունը իր հանքանակը, իր հաշվետվությունը կգադարի ժողովրդին, եւ այդ մեկը գլա այս գիրագի օր ժան 6-ին Glendale High School-ի մեջ մենք հոն ունենալու ենք ուրեմն Արմեն Սարգսյանը, որ մեր հյուրն է Արցախեն, հայապողան տաշնակցության ասկային ժողովի, Ղարաբաղի ասկային ժողովի պատվիրակության նախագահն է եւ նույն ադեմ փոխնախագահն է ԱԺ-ին, այսինքն Արցախի ասկային ժողովին, ինքը մեր հյուրը լալու եւ օրվա հիմնական պատկամը ինքը փոխանցելու է, բնականաբար Գետրոն Գոմիդեն իր խոսքը պիտի ասե, ունենալու ենք ջող քերարվեստական հայդակիր, բարով, երկով, գենթանի պատկերով, ես կթելադրեմ այն մեր հայրենագիտները, որոնք փափակին եւ հրամեցեք մեծ թիվերով արավելակույնը մինչև 5.6-6 մնացած հոներեք, որովհետեւ գարենակ ներս մտնել եւ ցել աթորները կրավելու։ Անկամ եւս Glendale High School տաշնակցության 126-րդ ամյակի տաշնակցության օվորնագդարությունն է այս մեկը Glendale-ի մեջ Glendale High School ժան 6-ին։ Եթե 6-ին կակ հավանաբար ուշ կլա թելադրեմ քարոջ կամ գեշյամ առաջ հոնասնիկ, որովհետեւ գարնակ ցեր ինքնաշարժները հարմար գևով դասավորել եւ ցերնարգի չփածակայել եւ կամ բաժիններ չգործընծնել։ Գերտարան անցած տարի բավականին մեծ քանակությամբ մեր հայրենիները եկան այնտեղ եւ շատերն էլ տեղ չկար ուղղակի ֆիզիկապես։ Ինչու նախընտրեցիք այս տարի անել high school-ի սրահում, ավելի մեծ սրահ։ Այո, նայեցեք արդեն սրահը բավական մեծ է, 1700-1800 հոգի գարն է։ Անցյալ տարի 125 ամյակ էր եւ հadouk բարակա էր, նաեւ ասեմ, որ միջուսեմյան նյութական պատճառներով, բայց նաեւ նյութական պատճառներով ընդհանրապես այսպիսի ցերնակներ, երբ 3-4000 հոգինոց սրահներ էր, դա բավական մեծածախս կլան, քախնիկ չէ, որ մեր յագամուտը գուքա մեր գուսակցական ընկերներու անդամավճարներ են եւ մեր հարկելի նվիրատուներու, համագիրներու եւ համախոհներու նյութական մասնակցություն են, ենթադրեցինք, որ Glendale-ի մեջ ունել փոխամփասադինայի կթույրացնեն նաեւ շատերու երթևեկը, որոնք Glendale Գաբրին եւ անշուշտ 125 ամյակը 126-ը ամեն տարի նույնը չեն գլոր թվականներու բարակային քիչ մցերներ դարբեր բնույթի եւ դարբեր բյուջեով գլան այլապես փոխանցությունը կնամ ասել որ իսկապես ակնկալված մագարտակի փոխանցություն պիտի լա շատ բարի կրկին անցնենք արտադարի որից դուք շարունակենք դարերս մի քանի հարցեր որոնք իրականության մեջ մեր հանրությանը հուզում է հարգելիներս արտադարի եթերում խնդրեմ Սիրելի հայրենակիցներ, շարունակում եմ զրույցս Միացյալ Նահանգների ուրեմն հայահեղափոխական դաշնակցության կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Տարոն Տեր-Խաչատրյանի հետ։ Շարունակենք մեր Տարոն մեր զրույցը։ Խնդրեմ։ Արդեն հասկացանք, որ Արցախից այստեղ լինելու տոնակատարության ամսի Կիրակի օր ամսի 15-ին Արմեն Ասատրյանը, Արմեն Սարգսյանը ներողություն, որը որ ուրեմն ազգային ժողովի հույդա խմբակցության ղեկավարն է։ Այո։ Ուստի պետք է հարցս կապեմ հենց Արցախ-Հայաստան այս կոնտեքստի մեջ։ Երկար ժամանակ ի վեր հայահեղափոխական դաշնակցությունը իշխանություններից պահանջում է, որպեսզի Հայաստանը ճանաչի Արցախի անկախությունը, իբրև պետություն եւ պետություն։ Երկար տարիները Հայաստանի Հանրապետության իշխանություններից հորդորում են կամ բարձրաձայնում ենք, որ պետք է ինչպես Հայաստանը եւ Ռուսաստանը ռազմաքաղաքական դաշինք կնքեցին նույն ձևաչափի մեջ կամ թեկուզ մի փոքր այդ ձևով Հայաստան-Արցախ նույն ռազմական դաշինքը կնքվի։ Ավելի համես պայելու համար մեր թշնամի երկրին Ադրբեջանին։ Երկար տարիների վեր
բարձրաձայնում ենք, որ պետք է Արցախի իշխանությունները մաս կազմեն Արցախի բանակցություններին միջազգային կառույցների հետ, դա էլ կարծես թե չհաջողեց։ Որն է սրա գաղտնիքը, ինչու չենք հաջողվում, ինչու չի մեր իշխանությունները վստահ քայլն առնում դեպի Արցախ, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունք, միջազգային կոնվենցիա եւ այլն։ Այո, նայեցեք, Արցախի հարցը սա բոլոր գեդերը արդարացի են, ցավոք սրտիս եմ, որ 2016-ին չհաջողվեցավ Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական դաշինքի գնքումը, հակառակ որ քարորիա պատերազմեն յետ հավանականությունները բարձրացած են։ Ես կարծեմ, որ հարցերը գամած ավելի փառվոք լուծումի ընթացքի մեջ կլան։ Այսօր մենք իրողապես գրծած ենք 1994-ի 95-ի զինադատարեն յետք 20 ուրեմն 2 տարի 23-ի մոտ բահել Արցախը իր ամբողջական հողադարածներով, ազատագրված տարածքներով եւ այլն։ Բնականաբար կպահանջենք նաեւ ինչպես սիկ բանակցություններու մասնակցելու Արցախի իրավունքը, նաեւ գիտենք, որ վերջին շրջանին խաղաղության թիմած հողեր հասկացողությամբ լոզունգները յետ կնետվին, Յագի համանախագահը Ամերիկայի ատուությամբ նաեւ խոսեցավ, մենք գիտենք, որ ցախողած հասկացողություն է land for peace կամ հողամասի թիմած խաղաղություն հասկացողությունը։ Չես կրնար թուն նվաճել զիջելով։ Եվ եթե զիջելու գործընթացը սկսի, սահմանը ուր է, Գարմիր քիզը ուր կքաշվի։ 1991-ին եւ 2006-ին Արցախի մեր ժողովուրդը երկու հանրաքվեներով իր գամքը արտահայտեց։ Իր գամքը նաև ամրագրեց իր սահմանադրության մեջ։ Կմնա, որ այդ գամքը հարգենք մենք։ Հիմնականի մեջ գարկավիճակ հստակացնելու հարց գոյությունի, առաջ որ ուրիշ որևէ հարց լուծվի ներառյալ ազատագրված հողերու, դարածքներու բարական։ Գարկավիճակի հարցի անհստակ իրողության մեջ կարելի չէ այսօր պատկերացնել, որ որևէ հարաճընթաց կարելի է։ Իսկ այն բարական, որ հայության կբարդատրվի նոր պատերազմ, բացի եթե բանակցությունները լան եւ այդ բանակցություններում մեջ զիջումները լան, մենք կգարձենք, որ այդ ֆորմուլան ինքնին արդեն ցախողած մոդեցում է զենքի ուժի դակ կարելի չէ բանակցել։ Ուրեմն մեր քաղաքական, դիվանագիտական կորզունեությունը Սփյուռքի մեջ եւ Հայաստանի մեջ ուղղված է այս իմաստով հարգելու Արցախի ժողովրդի տեսակետը, պահանջելու այն ինչ որ դուք հիշեցիք 2-3 բարակաները եւ ապահովելու, որ ասկային արյամբ ցերծված հողը չի հանձնվիր։ Ամենալավ ապացույցը Բալաբեկ ջան այն էր, որ մենք ավելի քան 100 զոհ տվինք փուրմը հող պաշտպանելու, փուրմը դարածք պաշտպանելու համար, որովհետև ռազմավարական իմաստ ունին այդ տարածքները։ Եթե Արցախը աշխարհագրականորեն վտանգվի, Հայաստանը գլահաճորդ ուրեմն թիրախը այսօր ինչպես առնվազն վերջին 100 տարին Թուրքիան եւ Ադրբեջանը հանգիստ չեն ունենալով Հայաստանի հարավը եւ Արցախը իրենց միջև եւ մենք որոշած ենք այդ տարածքները, մենք որոշած ենք այս երկու հանրապետությունները, որ ունենք, բահել հայկական, ինչպես որ եղած են ավելի քան 2000 տարի, դակավին չենք խոսիր արևմտյան Հայաստանի հողերու մասին։ Ես դակավին խոսիմ այս երկու հանրապետություններու մասին։ Անկեղծ տարանում էր հանրության մեջ հարցականներ կան, թե ինչպիսին այսօրվա Միացյալ Նահանգների նախագահան իբրև մարդ, իբրև մարդկային տեսակ։ Երբ հարցը սղում եմ քաղաքական գործիչներին, նրանք պատասխանում են, որ իբրև քաղաքական մարդ չենք ճանաչում Թրամփին։ Երբ զրուցում ենք ռուսների հետ, ուրախ են, որ իրենց նախագահի ընկերն է, գործընկերն է կամ բիզնես ընկերն է։ Երբ հարցեր են քղում մեր թշնամի երկրներին, ուրախ են բոլորը։ Ինչպիսին է ձեզ Թրամփը։ Ինչ այսօր
նա կարող է տալ մեր հարցերին կամ հայոց խնդիրներին իբրև։ Մենք Թրամփը եւ առհասարակ համաշխարհային քաղաքական դրվածքը գտիդենք նաեւ հայության ակնոցով, բնականաբար Հայաստան ու Արցախն նման օրինակ մոդեցում ունին, մենք որ գսեմ սփյուռք եւ ասպարակային հայապողական դաշնակցությունը ունենք հանքանակ բազմադասնյակ տարիներու աշխատելու Վաշինգտոնի մեջ մեր հայտարարի հանձնախումբով ոչ թե միայն սենատի եւ ուրեմն խորհրդարանի մեջ, այլ նաեւ դեղական բարականերու, նաեւ ինչու՞ չէ նախագահական բարակային։ Մենք որոշ մտահոգություններ մեկնած իբրև գուսակցություն եւ հասարակային հայտած ոչ ուրեմն համաձայն գտնվեցինք որ մեր քվեների երթային Թրամփին, ոչ ալ Հիլարի Քլինտոնին։ Հիմնական պատճառը Թրամփին բարակայինն էր, որ մենք ծանոթ չէինք իր մոդեն ծանոթ չէինք իր դեսագետներուն, քաղաքական, դիվանագիտական փորձառություն չունեցած եւ բիզնեսի աշխարհին եկած տեխնոլոգիեր։ Հիմա նայեցեք, միջին արևելքի գացությունը, որ նաեւ ունի իր հետևանքներ եւ աստեցությունները Հայաստանի վրա, հարաբերող վիճակի մեջ է հատկապես Ռուսիան Սուրիո մեջ իր հաջողություններու լույսի տակ եւ վերջերս Հալեբի ուրեմն անգումի լույսին տակ եւ Բաշար Ասադի ուժերու հովանին տակ գտնվելու բարակային Սուրիան ինքնին ավելի հախուրն եւ ավելի ժուժգալ գտնե միջին արևելքի մեջ, փամը որ Թրամփին փամը որ նաեւ բիդունենա իր արցական Հայաստանի մեջ մենք կգարցենք ավելի ռուսամետ քաղաքականություն մի դիվարվի Հայաստանի մեջ իբրև հետևանք իհետևումս նաև միջին արևելյան այս հարաճընթացին, բայց երևույթն որ նաև Թրամփին համար միջին արևելքի բարական լուրջ դակնապ պիտի ելա։ Մեր մոդեցումը այն է, որ մենք բարդինք ով որալ նստի սպիտակնան մեջ կորզակցիլ այդ անձին հետ եւ այս բարակային բնականաբար Դոնալդ Թրամփը որբեսի ուրեմն գարենանք մեր ասկային մտահոգությունները ինչ կվերապերի Արցախի, ինչ կվերապերի Հայաստանի, ինչ կվերապերի հայկական ցեղասպանության ճանաչման եւ գամ սփյուռքի մեջ արյունոտ վայրերու ինչպիսին է Սուրիայության բարական Քեսաբի թե Հալեբի մեջ թե այլուր Սուրիո մեջ գարենանք Ամերիկայի քաղաքական կորզընթացին վրա աստել ի նպաստ մեր ասկային հիմնախնդիրներուն։ Մենք ուրեմն հագարակ որ մեզի համար Թրամփը չջանցված արժեչափ պետագավին քաղաքական դիվանագիտական իմաստով կաշխատենք այդ հարաբերությունները հաստատել, հավելյալ զարգացնել եւ իքորս տնել նանանդ որ կա շաբաթ մեկ շաբաթեն Թրամփը ոչ թե մեր ընդրված նախագահը գլա մեր նախագահը այս երկրի Միացյալ Նահանգներու նախագահը եւ բարդինք մենք կորզակցիլ Թրամփի հետ եւ բոլոր իշխանություններին հետ Վաշինգտոնի մեջ թե այլուր դարձյալ գսեմ ի նպաստ մեր ասկային նպատակներին։ Շատ բարի։ Մեզ հուշում եմ, որ ընդամենը մնացել է մի 30 վայրկյան, որ պետք է ավարտենք վերջին հարցս։ Հայաստանում առաջիկայում պետք է ուրեմն ընտրությունները տեղի ունենան։ Եվ ըստ նոր սահմանադրությամբ առաջին անգամ իր պատմության մեջ պետք է ազգային ժողովը ձևավորի թե իշխանությունը, թե կառավարությունը։ Արդյոք սա ընդհանուր աշխարհաքաղաքական այս վիճակում գտնվելով Հայաստանը ավելի վնաս կարող է բերել հայության վրա, մեր պետականության վրա, թե ընդհակառակը ազգային ժողովը շատ հարցերում չի կարող սխալվել կամ ինչ որ մի գերհզոր երկրների ուժերի ուրեմն ազդեցության տակ մնալ։ Մենք միշտ չադակովն ենք Բալաբեկ ջան, որ Հայաստանի մեջ արդարությունը ավելի դիր է, ժողովրդավարությունը լա, դդեսությունը բարելավի, մարդկային իրավունքները հարգվին, մենք չադակովն ենք իբրև գուսակցություն եւ իբրև Արևմտյան Ամերիկայի գարույց, որ այս երևույթները բարելավվին։ Ինչպես գիտեք, դաշնակցությունը հիմնական ուժերը մեկն էր, որ այս սահմանադրությունը որդեգրվի 2016 թվականին եւ հիմա որ որդեգրված է այդ սահմանադրությունը, ադոր առաջին արդյունքները մեկը այն է, որ ապրիլ 2-ին Հայաստանի մեջ ընտրությունները կան։ Մենք հույսով ենք, որ ապրիլ 2-ի ընտրությունները բարելավեն այն բոլոր հարցերը, ընկերային արդարություն, ժողովրդավարություն, հարկանք ուրեմն մարդկային իրավանց հանդեպ, այդ բոլոր երևույթները բարելավին։ Դուք հիշեցիք նաև շրջանի մեջ եղող բաները, արդյոք ուրեմն հավելյալ վտանգ կլա, եթե խորհրդարանի ծեր կլա, մենք համոզված ենք, որ խորհրդարանական սիստեմ ըլլալով, ընդհակառակը հավանականությունները, որ մեկ անձի գամքեն գախյալ ըլլա
հարցիմը ելագետը այս ծևով նվազ հավանականություն գար այդ մեկը լա եւ ժողովրդավարական ծևով հուսանք այս բարակային ընդրությունները լան արդար ժողովրդավար ազատ գերբով որ ժողովուրդը իր գամ կարդա ապրիլեուկին եւ բնականաբար տաշնակցությունը մասնակից է այդ գործընթացին թե իբրև մեթոդ եւ թե իբրև գուսակցություն որ կմասնակցի ապրիլ 2-ի ընտրություններուն նաեւ եթե հոս ունենք հայրենագիտներ որոնք կգնան աստել իրենց ուրեմն բարեկամներուն հարազատներուն Հայաստանի մեջ կթելադրենք որ ընեն այդ աստեցությունը նախնդրապար ինպաս տաշնակցության ցանգին բայց նաեւ առհասարակ իբրև ժողովրդավար սիստեմ աշխատելավոճ Հայաստանի մեջ Շատ բարի։ Խնդրեմ Սաղ որ մեր ժամանակը սպառվեց դեռևս ունեի մի քանի կարևորագույն հարցեր։ Շնորհակալություն։ Հաջողություն եմ մաղթում գեշտարոնցի աշխատանքներին եւ վստահ եմ որ այս տարի մեր ժողովրդի լայն զանգվածները մաս կկազմեն մեր ազգային կառույցներին յուրաքանչյուրը նախնդրաբար իր ավելի հոգեհարազատ միությունը կամ կազմակերպությունը։ Խնդրեմ։ Հարգարժան լսարան այսքանով ավարտեցինք այսօր մեր ծրագիրը ուրեմն կհանդիպենք հաջորդ շաբաթ նույն կյանից նույն ժամին նորություններով մնացեք բարև ցտեսություն ձեզ